Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի համար 2060 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսում ենք պետական բյուջեից 13.8 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել եւ դա ուղղել հետեւյալ տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգմանը, նորոգման ու կառուցման աշխատանքները ֆինանսավորելու, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման, նախագծանախաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների 5%-ի վճարման եւ պատրաստ նախագծերի համար վճարմանը։ Պարոն վարչապետ, պիտի ասեմ, որ նախագծով նախատեսված ընդհանուր հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 58 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 16.1 կիլոմետր, հանրապետական նշանակության 25 կիլոմետր, մարզային նշանակության 16.9 կիլոմետր, նախատեսված է հիմնանորոգել երկու կամուրջ, պիտի ասեմ նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով 2.3 միլիարդ դրամի ուրեմն վերաբաշխում են կատարել, դա էլ ուղղվել է ամբողջությամբ միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորելուն, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան, հարգելի գործընկերներ, հիմա թվարկեմ այն նախագծերը, որ ֆինանսավորում ենք այս որոշմամբ։ Առաջինը Շիրակի մարզում Գյումրի քաղաքից դեպի Քեթի գյուղ տանող ճանապարհի 4.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը նախատեսված է մեկնարկել եւ ավարտել այս տարի։ Սյունիքի մարզում Շինուհայր Հարլիձոր Սատանի կամուրջ շուրջ 19 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, աշխատանքները սկսվել են նախորդ տարի եւ ավարտը նախատեսում ենք այս տարի։ Իհարկե վերջերս մայիս ամսին ես այդ ճանապարհով անցել եմ եւ արդեն ավարտուն տեսքի էր եւ առաջին հայացքից էլ տպավորությունը վատ չէր, բայց պետքա բնականաբար ստուգումների այդ process-ը անցնի, համեցի։ Ասֆալտապատման աշխատանքները այս հատվածում, պարոն վարչապետ, ավարտվել են, հիմա գծանշման, կահավորման, կողմնակների կառուցման աշխատանքներ են իրականացնում։ Հիմնական մասը ավարտվել է։ Շատ լավ։ Մեղրու Լեռնանցքով անցնող ավտոճանապարհի 2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքները նախատեսում է սկսել եւ ավարտել այս տարի։ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի միջով անցնող 6 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները 2024 թվականին մեկնարկել է եւ նախատեսվում է ավարտել այս տարի։ Սելիմի Լեռնանցքի 1.53 կիլոմետր երկարությամբ հատվածի վերակառուցում, աշխատանքները նախատեսվել է իրականացնել ի սկզբանե առանձին մասերով, առաջին հատվածը 2024 թվականին սկսել է եւ ամբողջական նախագիծ այս տարի կավարտվի։ Սելիմի Լեռնանցքով անցնող մեկ այլ հատված 14 կիլոմետրանոց հատվածը, որի հիմնանորոգումը սկսվել է նախորդ տարի եւ այս տարի կավարտվի։ Կոտայքի մարզում Ջրվեզիր դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 14.7 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, կրկին աշխատանքները սկսվել են նախորդ տարի եւ կավարտվեն այս տարի։ Մեծամոր Հայեկ Մեծամոր ճանապարհի հիմնանորոգում, աշխատանքները կրկին մեկնարկել են նախորդ տարի եւ կավարտվեն այս տարի։ Շիրակի մարզի Վարդաղբյուր Մուսայելյան ճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը կսկսվի եւ կավարտվի այս տարի։ Թթուջուր բնակավայրից դեպի Նավուր տանող ճանապարհի 15.1 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը մենք բոլորովին վերջերս այցելեցինք, չէ՞, պարոն Խուդացյան, այդ պրոբլեմատիկ հատվածը։ Հիմա աշխատանքներ են գնում, պարոն վարչապետ, այնտեղ։ Սկսեցինք։ Հա, իրենք դրանից հետո աշխատանքներ իրականացել են, մանրամասները կզեկուցեմ ձեզ։ Այսինքն իրատեսական է, որ այս տարի կավարտվի այդ հատվածը։ Շինարարի հավաստմամբ իրատեսական է, բայց հարցեր կան նախագծի հետ կապված կներկայացնեմ։